Բարև ձեզ, Արմյուզի եթերում Հայաստան եւ աշխարհ նախագծի հայացք աշխարհին էջն է։ Ինչպես ամեն երկուշաբթի այսօր էլ կներկայացնենք հատուկ թողարկում, բայց նախ համառոտ։ Աննախադեպ ցույցեր Եգիպտոսում 15 միլիոն մարդ դուրս է եկել փողոց ու պահանջում է նախագահի հրաժարականը։ Եվրամիությունն ընդլայնվեց, Խորվաթիան դարձավ կառույցի 28-րդ անդամը։ Աղմկահարույց սկանդալ Ամերիկայի ու Եվրոպայի միջև, ինչու են Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները գաղտնալսել եվրոպացի դիվանագետներին։ Ինչ սպասելիքներ ունենք օլիմպիական մեր հավաքականից Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում, ինչ կապեր ունի Հայաստանի օլիմպիական կոմիտեն Ղազախստանի գործընկերների հետ ու ինչու է տարածված կարծիքը, թե հայերն ավելի ուժեղ են անհատական եւ ոչ թե թիմային մարզաձևերում։ Բարձրաբանում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի լրատվական բաժնի պետ Յուրի Ալեքսանյանը։ Հայաստանի մարզասերները նույնպես միակարծիք լինել չեն կարող։ Խորվաթիան դարձավ Եվրամիության 28-րդ անդամը, հուլիսի 1-ից Բալկանյան երկիրը համալրեց Եվրամիությունը։ Կառույցը հիմա էլ որոշում է կայացրել անդամակցության բանակցություններ սկսել Սերբիայի հետ։ Ուղղակի անհավատալի է։ 15 տարի առաջ դրա մասին խոսելը անհեթեթ կթվար, քանի որ պատերազմների, Սրեբրենիցայի ցեղասպանության ու սարսափելի այլ դեպքերի համատեքստում Եվրամիությունը թվում էր շատ ու շատ հեռու։ Այս եւ միջազգային այլ նորությունները դիտեք տեսաշարով։ Նախկին Հարոսլավիա եւս մեկ հանրապետություն դարձավ Եվրամիության անդամ, Սլովենիայից հետո Խորվաթիան այսօր կեսգիշերին դարձավ այդ Եվրահամայնքի 28-րդ անդամը։ Եվրոինտեգրման համար գրեթե 10 տարի խորվաթներն իրականացրել են Բրյուսելի ներկայացրած բարդ պահանջները։ Ուղիղ կեսգիշերին Խորվաթիայի սահմանային անցակետերում բացվել են Եվրամիության խորհրդանիշներով ցուցատախտակներ։ Խորվաթիայի դրոշների կողքին հայտնվել է նաեւ Եվրամիության խորհրդանիշը։ Բնակչության մեծ մասը ողջավորություն սակայն չի ապրում, քանի որ մտավախություն ունի, որ Խորվաթիան էլ կարժանանա Հունաստանի ճակատագրին եւ ընդհանրապես լուրջ խնդիրներ ունեցող կառույցին անդամակցելը քիչ ազդեցություն կունենա Խորվաթիայի տնտեսության բարելավման վրա, այդ երկրում գրանցել արդեն 21% գործազրկություն։ Իրենց հերթին մտահոգված են նաև Եվրամիության որոշ ղեկավարներ, դա կապված է Խորվաթիայում առկա կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության հետ։ Այդ իսկ պատճառով երկիրը դեռևս չի միանա միասնական արժույթին եւ Շենգենյան գոտում։ Միացյալ Նահանգների նախկին գործակալ Սնոուդենի հրապարակած նոր տեղեկությունները սպառնում են փչացնել Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հարաբերությունները։ Ըստ նոր փաստաթղթերի ամերիկյան հատուկ ծառայությունների թիրախում են հայտնվել Նյու Յորքում եւ Վաշինգտոնում գտնվող տարբեր երկրների մոտ 38 դեսպանատուն եւ տարբեր ներկայացուցչություններ։ Եվրոհանձնակատարները Լյուքսեմբուրգից, Բելգիայից եւ Ֆրանսիայից հայտարարել են, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների գործելակերպը կարող է խանգարել Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների միջև տրանսատլանտյան գոտում ազատ առևտրի կազմակերպման գործընթացին։ Եվրոպական հանձնաժողովը Միացյալ Նահանգների իշխանություններից պահանջել է բացատրություն տալ, Վաշինգտոնն էլ խոստացել է ավելի ուշ մանրամասն պատասխան ներկայացնել։ Եգիպտոսում թեժ է նախագահի կողմնակիցների եւ հակառակորդների բախումներում հնչել են առաջին կրակոցները, կան զոհեր, տուժածների թվում հայեր չկան։ Հայկական համայնքը եւ ընդհանրապես բոլոր հայերը ուսանողները զգուշացվել են դեսպանատան կողմից, ինչպես նաեւ այս առավոտյան հաղորդում եկավ, որ կառավարությունը որոշել է առժամանակ դադարեցնել բոլոր ուսումնական հաստատություններում դասերը։ Եգիպտոսում նախագահի հրաժարականի պահանջով փողոց է դուրս եկել 15 միլիոն մարդ։ Մոհամեդ Մուրսիի նախագահության 1 տարվա առիթով նրա հեռացման պահանջով հավաքվել է 22 միլիոն ստորագրություն, ինչը մոտ 10 միլիոնով ավելի է 1 տարի առաջ իր հավաքած ձայներից։ Մուրսին մուսուլման եղբայրներ իսլամիստական շարժման թեկնածուն է։ Եգիպտոսում շատերը վախենում են, որ երկիրը կգնա միջնադար ահասարսուռ օրենքներով ու կլինի ավելի վատ, քան Հոսնի Մուբարաքի ժամանակ։ Մենք նրան ընտրել ենք, որ նա կարգավորի մեր խնդիրները, բայց անցել է 1 տարի ու նա ոչինչ չի արել։ Մենք պետք է տապալենք մուսուլման եղբայրներին, բոլորին, ոչ միայն Մուրսիին։ Ցույցերն աննախադեպ են նույնիսկ եգիպտական Գարնան հետ համեմատած, Կահիրեի Թավրիր հրապարակը նույնիսկ չի տեղավորել բոլոր ցուցարարներին։ Մուսուլման եղբայրների գրասենյակներն ու նախագահի նստավայրը պաշարված են։ Երկու մեծ բախումներ են տեղի ունեցել, մեկը Ասյուտ քաղաքում, որտեղ կան 3 զոհ, եւ մյուսը Մուկատամ թաղամասում մուսուլման եղբայրների գլխավոր մասնաշենքի դիմաց, որը ի վերջո այրվեց եւ այդ ժամանակ հաղորդում է, որ կա 8 զոհ։ Ցույցերն այս անգամ հատկապես առանձնահատուկ են Մուբարաքին տապալելու ժամանակ ցուցարարների գլխավոր թշնամին ոստիկանությունն էր 3 տասնամյակ մարդկանց ատելության գլխավոր թիրախը։ Այս անգամ ամենաակտիվ ցուցարարները հենց ոստիկաններն են։ Ցույցերի կազմակերպիչը երիտասարդական Թամար Ռոդ թարգմանաբար ապստամբություն կազմակերպությունն է, որը նախագահին վերջնագիր է ներկայացրել։ Ցուցարարները 2 օրից հրաժարական են սպասում, նախագահը սակայն հեռանալ չի պատրաստվում։ Դավիթ Սարգսյան, Արմյուզ։ Հայաստանի մարզասերները նույնպես միակարծիք լինել չեն կարող եւ դա լավ է։ Ամեն մարդ իր տեսակետ իր կարծիք ունի։
Արմեզիա տեղեկատվական վերլուծական գործակալության մեր գործընկերները Ղազախստան հաջողության գաղտնիքներ ծրագրի շրջանակում անդրադարձել են սահմաններ չճանաչող մի խնդրի։ Նկատել եք, որ օրինակ երբ մեր շախմատիստները հաղթում են, ինչպես ենք ուրախանում։ Ուրախ են բոլորը, ուրախ են միատեսակ։ Երբեմն բավարար է ընդամենը մեկ մարդ, որ քո երկիրը միջազգային ճանաչում ձեռք բերի։ Այսօր մենք կխոսենք սպորտի ու դրա միջոցով երկիրը ճանաչելի դարձնելու մասին։ Եվ իհարկե ցույց կտանք ղազախական փորձը։ Իմ զրուցակից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական բաժնի պետ Յուրի Ալեքսանյանն է։ Բարև ձեզ, պարոն Ալեքսանյան։ Դու այսպես ընդհանրապես սպորտսմենները շատ հետաքրքիր մարդիկ են, նաև այն առումով, որ երբեմն նրանց վրա չափազանց մեծ պատասխանատվություն է։ Մի մարդը կարող է մի երկրի մասին պատկերացում կազմել այլ երկրների մոտ, հա, հաշվի առնելով ինչ մրցումների մասնակցում։ Այս առումով հետաքրքիր է հարցնել, նախքան նույն օլիմպիադայի գնալը, ինչ որ աշխատանք տարվում է, թե իրենց ինչպես պետք է պահեն, որ, չգիտեմ, տարբեր տեղ ոչ միայն մրցումների ժամանակ, ընդհանրապես, որտեղ երկիրը ներկայացնում եւ այլն։ Իհարկե, անշուշտ օլիմպիական խաղերից առաջ, դա լինի ամառային թե ձմեռային, կա գլխավոր հանձնակատար, որ ասում են շեֆ միսիա։ Գլխավոր հանձնակատարը օլիմպիականերին եւ առանձին հավաքների ժամանակ եւ վերջում 1-2 անգամ միասին հիշեցնում է, թե ինչ երկիր են գնում, նույնիսկ ասենք թե նայած թե ինչ հարաբերություններ կան, քաղաքական ինչ վիճակ է տվյալ շաբաթի պրովոկացիոն հարց տա, հա։ Եվ մի խոսքով լավ նախապատրաստում են, ինչպես հարկն է։ Հասկանալի է, մենք ընդհանրապես ինչ կապեր ունենք Ղազախստանի հետ, ինչու եմ հարցում, որտեվ մեր գործընկերները Արմենիա տեղեկատվական վերլուծական գործակալության հենց այնտեղ հանդիպել են օլիմպիական մի չեմպիոնի հետ եւ նաեւ հետաքրքիր է նրանց օրինակը։ Մենք նրանց հետ ինչ որ կապեր ունենք, ինչպես ենք գործակցում։ Նախ ասեմ, որ տասնամյակներ շարունակ մինչև խորհրդային միության փլուզումը Ղազախստանի եւ Հայաստանի առաջատար մարզիկները համատեղ ընդգրկված են եղել սովետական միության տարբեր հավաքականներում, տարբեր մարզաձևերի հավաքականներում եւ նրանք հանգրվանել են թե մեր հիասքանչ Ծաղկաձորում, թե Ղազախստանի Մեդեո ձմեռային, այո, դա իրենց Ծաղկաձորն է այնտեղ։ Եվ ընդհանրապես ես հիշում եմ, որպես Ղազախ մարզիկներ, ազգությամբ Ղազախ, ես առավելապես հիշում եմ նրանց առաջատարներին, որոնց անունները հիմա էլ Ղազախստանում շատ պայծառ կերպով հիշատակվում են։ Դրանք են բռնցքամարտիկ Սերիկ Կոնոգբաևը, որին ես չեմ սիրել, բայց շատ հարգում եմ, չեմ սիրել, որովհետև մեր Իսրայել Հակոբ Կոխյանի մրցակիցներ չէ, ընդհանուր հաշվարկով Իսրայելն է նրան հաղթել, եւ Դավլետ Տուրլիխանովին, ըմբիշ օլիմպիական չեմպիոն, ես այդ նրանց առաջատար Ղազախ։ Կային իհարկե Ղազախստանի հավաքականներում առավելապես ռուս ազգությամբ ռուս մարզիկներ, որոնց մասին այս պահին հարմար չէ։ Հասկանալի է, մյուս տարի Սոչիում օլիմպիադա է անցկացում ձմեռային։ Մենք ինչ որ ակնկալիքներ ունենք, թե մեր ավելի շատ ամառայինի հետ է կապված։ Գիտեք, ակնկալիք էսպես է, նկատի ունեք մասնակցություն, անպայման կմասնակցենք, որովհետև Հայաստանն է, երբ անկախացավ առանձին թիմով, հենց առաջին իսկ օլիմպիական խաղերից, դա 1992 թվականին Լիլեհամերում անցկացված ձմեռայիններ, մասնակցեց Հայաստանը եւ այդպես շարունակ միշտ մասնակցում է։ Նույնիսկ հեռավոր Ամերիկայի Salt Lake City քաղաքում անցկացված 2002 թվականին 2002 թվականին Յուտոյի նահանգի այդ քաղաքում անցկացված ձմեռային օլիմպիադային Հայաստանը մասնակցեց միանգամից 11 մարզիկով։ Բարի, մենք մեդալի առումով ակնկալիք այստեղ ունենք, թե ավելի շատ ամառային օլիմպիադայի վրա է մեր ուշադրությունը կենտրոնացած։ Գիտեք, մեդալի առումով ակնկալիք անձամբ ինքս գոնե չունեմ, թեև ունենք առաջատար, այսպես ապագայի կարող եմ ասել, մի հրաշալի Դաուկա Վազորդ, խոսքը վերաբերում է Աշոցկցի, այդ Ղուկասյանի շրջան նախկին, Աշոցկցի Սերգեյ Միքայելյանին։ Նրա հայրը տեղացի է, բայց մայրը Ալլա Միքայելյան, ազգությամբ ռուս է, սովետական քարակի չեմպիոնուհի է, մարզվել իր հայրիկի ղեկավարությամբ։ Դե Աշոցկը արդեն հետաքրքիր վայր է, դա հոկորտը պետք է այդտեղից լիներ, հա, մնաց ցուրտ տեղն է։ Երկարատև էսպես ձմեռը երկարատև է տևական է, տղան ինքը շնորհալի է, բնածին օժտված տղա է։ Ես կարծում եմ ինքը մի բան կարող է անել։ Հասկանում եմ, մենք լավ ավանդույթներ ենք ունեցել դեռ խորհրդային շրջանից, հետո երկիր փլուզվեց, քանդվեց, ես տեղյակ չեմ, ուղղակի այդքան շատ եմ լսել էլ, ինձ փոքր էի։ Մենք այդ ավանդույթները ժառանգել ենք, ինչ է փոխվել, ինչ ենք կորցրել այդ արանքում։ Շատ բան են կորցրել։ Չմոռանանք, որ փլուզված սովետական միության երկրներից 15 հանրապետությունից միայն Հայաստանի վրա այդ քարերը թափվեցին, եթե այսպես վերցնենք, որովհետև մի կողմից երկրաշարժը, մի կողմից շրջափակումը, որը կարելի ասել տևում է մինչև օրս,
հիշենք Ադրբեջան, Թուրքիա եւ այլն։ Մյուս կողմից էլ այդ մութը, խավարը, այսպես ասեմ, դրա ժամանակը չէր, հա։ Այո, դրա ժամանակը չէր եւ այդ պահին էր, որ մեր ազգին պետք էր, այսպես ասեմ, հայրենասեր բարեգործների ձեռք մեկնելը եւ փառք Աստծո այդպիսիք եղան։ Հարգելի հեռուստադիտողներ, առաջարկում ընդհատել մեր զրույցը մեկ այլ հարցազրույցով։ Արմեդիա տեղեկատվական ու լուծական գործակալության մեր գործընկերները Ղազախստանում զրուցել են օլիմպիական չեմպիոն բռնցքամարտիկ Սերիկ Սապիևի հետ։ У Казахстана всегда были традиции в боксе. Ղազախստանում միշտ էլ բռնցքամարտի ավանդույթներ եղել են, այն մեզ մոտ համար մեկ մարզաձև է համարվում։ Ղազախստանն անկախություն ստացավ 1991 թվականին, իսկ 1996-ից սկսած օլիմպիական խաղերում միշտ բռնցքամարտի ոսկե մեդալները մերն են եղել։ Լավ ավանդույթներ են եղել դեռ Խորհրդային Միության օրոք, ավանդույթներ կան եւ կարծում եմ, որ մենք չեմպիոններ կունենանք Ռիո դե Ժանեյրոյում նույնպես։ Մեր նախագահն աջակցում է սպորտին եւ մեծ ուշադրություն է հատկացվում դրա զարգացմանը։ Մեզ մոտ զանազան սպորտային օբյեկտներ են կառուցվում, ինչպես Օլիմպիադայից առաջ, այնպես էլ հիմա։ Լավ սպորտային օբյեկտներ ելի են կառուցվելու։ Առաջ, երբ մենք մրցումների էինք գնում, մեզ հարցնում էին. դուք որտեղից եք? Ղազախստանից։ Իսկ դա որտեղ է? Իսկ հիմա արդեն գիտեն։ Ինչու? Որովհետև մենք եղել ենք ԵԱՀԿ նախագահող երկիր։ Շուտով մեզ մոտ կանցկացվի Էքսպո 2017 միջազգային ցուցահանդեսը։ Մեր նախագահը ոչ միայն սպորտում, այլև ամենուր է ձգտում հռչակավոր դարձնել մեր երկիրը։ Լավ քայլ էր նաև միջուկային զենքից հրաժարումը։ Նման արարքների շնորհիվ է հռչակավոր դառնում երկիրը։ Մարզիկներն էլ իրենց կողմից են ձգտում երկիրը հայտնի դարձնել, քանի որ մեզ մոտ լավ պայմաններ են տրամադրվում։ Մենք էլ պարտավոր ենք արդյունք տալ։ 2012-ը շատ հաջող տարի էր, 7 ոսկե մեդալ։ Նման բան ոչ ոք չէր սպասում։ Երբ մենք վերադարձանք հայրենիք, մեզ հերոսների նման դիմավորեցին։ Մարդիկ մոտենում էին, յուրաքանչյուրը մի բան էր ասում։ Այնպիսի զգացում էր, կարծես մենք մարզիկներս համախմբել ենք ողջ ղազախստանյան ժողովրդին։ Այն միասնական էր դարձել, եւ շատ հաճելի է, որ դա մենք արեցինք, մարզիկներս։ Դա այնպիսի հպարտություն է։ Ինչպես մեր մարզիկներիս մասին են ասում, մենք աշխարհում հռչակավոր ենք դարձնում մեր երկիրը քաղաքական գործչից էլ ավելի շատ։ Երբ հիմնը նվագում է, երբ պատվանդանին կանգնած է մարզիկը, դա նույնպես երկրի գովազդ է։ Դու քո երկիրը հայտնի ես դարձնում, դա այնպիսի հպարտություն է։ Մենք պատասխանատու ենք մեր երկրի համար։ Միջազգային ասպարեզում մեզ են նայում, թե մենք մեզ ինչպես ենք պահում, իսկ հետո դրանից եզրակացնում են, թե երկիրն ինչպիսին է։ Բարձր կարգի մարզիկ լինելը մի այլ կարգի պատասխանատվություն է։ Մեզ մոտ օլիմպիադայում առաջին տեղը գրավելու համար տալիս են $250,000։ Այնուամենայնիվ օլիմպիական չեմպիոն դառնալու ներքին ցանկությունը նույնպես մեծ խթան է։ Օրինակ, եթե $1 միլիոն առաջարկեին երկրորդ տեղի համար, ես չէի համաձայնվի։ Լավ է, որ պետությունը մեզ աջակցում է, հոգ տանում մեր մասին։ Դարձյալ վերադառնանք Ղազախստանին, մենք ինչ-որ պաշտոնական կապ ունենք նրանց օլիմպիական կոմիտեի հետ։ Իհարկե, մեր օլիմպիական կոմիտեի եւ նրանց օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը պարբերաբար հանդիպում են միջազգային օլիմպիական կոմիտեի ՄՕԿ-ի, այսպես նրա կազմակերպած բոլոր տեսակի միջոցառումներին եւ ըստ որում նախկին սովետական միության ԱՊԱ երկրների օլիմպիականները մի տեսակ ավելի սերտ կապ ունեն միմյանց հետ եւ այդ մասին նույնիսկ զգում ենք մենք մարզական լրագրողներս։ Բարի, այս բանին ընդհանրապես ինչ վիճակում է օլիմպիական այդ ամբողջ աշխարհի հոգացությունը պետության կողմից։ Մենք նայում ենք պետությունը որքանով է հետամուտ լինում, որ մարզիկները, չգիտեմ, այնտեղ բանակի խնդիր կա, ֆինանսական լուրջ հարցեր կան, հա, ինչպես են այս հարցերը լուծվում։ Գիտեք, մեր պետությունը առանց այդ էլ հոգսաշատ երկիր է, հոգսաշատ պետություն է։ Չբացատրեմ ինչու բոլորին է հասկանալի եւ այս պարագայում ազգային նախ բացի այդ օլիմպիական ազգային օլիմպիական կոմիտեն պետությունից չի ֆինանսավորվում սա թող իմանա նաեւ մեր հեռուստադիտողը դա միայն սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն է ֆինանսավորվում, որը այդ ֆինանսը ուղղում է հանրապետական համապատասխան մարզաձևերի ֆեդերացիաներին։ Դրանք թվով 24-ն են։ Բոլորը 24 ֆեդերացիաների, որոնք բոլորը չէ որ նույն չափով են ֆինանսավորում։ Կա ֆեդերացիա, ասենք որ 4-5 միլիոն է ֆինանսավորում, ասենք բադմինտոնի ֆեդերացիան, կա մարզական ֆեդերացիա, որ ամենաբարձրը, ասենք ծանրամարտի ֆեդերացիան է, որը ֆինանսավորում է տարեկան 160 միլիոնով։ Նայած թե որ ձևը ինչպիսի արմատներ եւ հիմքեր ունի մեր երկրում, իսկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պետությունից չի ֆինանսավորում։ Ուրիշ բան է, երբ որ օլիմպիական խաղերի նախորդին
երբ ՄՕԿ-ը չի հասցնում ֆինանսավորել այս կամ այն երկրին, այդ թվում նաև Հայաստանին, պետությունը Հայաստանին ֆինանսավորում է։ Ասենք հակու կապը եւ այլն։ Այս բան եկեք եւս մեկ անգամ ընդհատենք մեր զրույցը եւ դիտենք Ղազախ օլիմպիական չեմպիոնի հետ հարցազրույցից եւս մի հատված, որից հետո կշարունակենք։ В жизни, да, спокойный. Կյանքում ես հանգիստ մարդ եմ, իսկ ռինգում բոլորովին այլ է։ Այնտեղ ուրիշ տրամադրվածություն պետք է ունենաս։ Ռինգում չար լինել չի կարելի։ Ռինգում պետք է լինես սառնարյուն, կարողանաս կանխատեսել հակառակորդին, չբարկանալ։ Եթե բարկացար, չարացար, ապա դա առաջին քայլն է դեպի քո պարտությունը։ Ցանկացած մարզաձևում էլ հարկավոր է, որ գլուխն աշխատի։ Հարկավոր է գլխով մտածել, նույնիսկ այնպիսի մարզաձևում, ինչպիսին է թեթև ատլետիկան։ Իսկ բռնցքամարտում առավել եւս։ Եկեք համեմատենք, ենթադրենք շախմատ ենք խաղում։ Եթե քո խաղաքարը կերան, դու շարունակում ես խաղալ։ Իսկ բռնցքամարտում, եթե սխալվեցիր, քեզ պատժում են հարվածով։ Այստեղ հարկավոր է կայծակնային արագությամբ որոշում կայացնել։ Բոլորը կարծում են, թե բռնցքամարտը միայն բռունցքներ շարժելն է, իսկ բռնցքամարտը ոչ թե հարված հասցնելու արվեստն է, այլ հակառակորդի հարվածից պաշտպանվելու ու հետո պատասխանելու։ Այս սա արվեստ է։ Լավ բռնցքամարտիկը հազվադեպ է լավ մարզիչ լինում։ Միգուցե նրանից է, որ երբ սպորտում շատ բան ես հասնում, այդ պատճառով մարզչի աշխատանքը չի ստացվում։ Հիմնականում սպորտի վարպետներ են, որոնք ոչնչի չեն հասել, իրենց ողջ էներգիան ներդրում են իրենց աշակերտների մեջ։ Իսկ մեր դեպքում միգուցե մենք արդեն մեզ սպառել ենք ռինգում։ Առայժմ ես դեռ այդպիսի բանի չեմ հանդիպել, որ լինի եւ օլիմպիական չեմպիոն եւ մարզիչ։ Իսկական մարզիչն այն է, ով վերցնում է 10 տարեկան երեխային եւ հասցնում նրան մինչեւ օլիմպիական չեմպիոնի տիտղոս։ Օրինակ իմ մարզիչը։ Իսկ հայ մարզիկների հետ շփվել եք, ինչպիսի հիշողություններ ունեք։ Мы поехали в Армению. Մենք մրցումների գնացինք Հայաստան։ Ես միշտ լավ տպավորություն եմ ունեցել ոչ միայն հայ մարզիկների, այլև հայ ազգի, Հայաստան պետության մասին։ Այստեղ Ղազախստանում հայ ընկերներ ունեմ։ Ինքս հանդիպել եմ Հայաստանից բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանի հետ։ Մրցումների ժամանակ շփվում էինք։ Մենք տարբեր քաշային կարգերում ենք։ Նա 75 կիլոգրամ քաշային կարգում է հանդես գալիս աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից է։ Շատ լավ տպավորություն ունեմ, դուք լավ բռնցքամարտիկներ ունեք։ Հայաստանը շատ հյուրընկալ երկիր է, շատ լավ բարեկամական հարաբերություններ ունենք։ Շատ է խոսում ժողովրդի մեջ, հա, նաև որ մենք անհատական մարզաձևերում ենք ուժեղ, բայց խմբակային, ասենք օրինակ ֆուտբոլում, հոկեյում եւ այլն չի ստացվում, որտեվ ամեն հայ մտածում է, որ ինքն է ճիշտը մտածում եւ դրա համար, ասենք, չգիտեմ, ըմբշամարտիկներն են ուժեղ, հա, բռնցքամարտիկները, բայց ֆուտբոլում եւ մնացածում բասկետբոլում թույլ ենք։ Դուք ինչ եք կարծում, դա այդպես է, վերջիվերջո շատ եք հանդիպել սպորտսմենների, շատ եք ճանաչում։ Գիտեք, ես չեմ ուզում որևէ մեկին ասեմ սխալ է կամ ճիշտ է, որովհետեւ մարզասերը մանավանդ երբեք Հայաստանի աշխարհի բոլոր մարզասերների նման Հայաստանի մարզասերները նույնպես միակարծիք լինել չեն կարող եւ դա լավ է։ Ամեն մարդ իր տեսակետն իր կարծիքն ունի, բայց ես համոզված եմ, որ կգա օրը, երբ ինչպես սովետական միության տարիներն էր Հայաստանում մարզական բոլոր ֆեդերացիաները, այսինքն բոլոր մարզաձևերը պետության կողմից հավասարապես կֆինանսավորվեն։ Բայց ինչ վերաբերում է հաջողություններին, այս տարի օրինակ հոկտեմբերին կարծում եմ հենց պետությունը ինքը շուկով կնշի, ոչ թե պարտավոր է, ես այդ իրավունքը չունեմ ասել, բայց որպես մարզական լրագրող համոզված եմ, կարծում եմ, որ պետությունը շուկով կնշի իր բոլոր ժամանակների լավագույն թիմ, ասեմ, թե հավաքական Երևանի Արարատի հաղթանակի, Պանցարի հաղթանակի 40-ամյակը։ Ուրեմն սովետական միության չեմպիոն, կրկնակի գավաթակիր, սովետական միության փոխչեմպիոն, սովետական միության առաջի խմբի առաջնության չեմպիոն, այդ բոլորը Արարատը տարել է։ Ավելին ասեմ, ունեինք Աբովյանի հատիս բասկետբոլի կանանց թիմ, որը սովետական միության գավաթակիր է, շռնդալից հաղթանակներ տանում եվրոպական գավաթակիրների մրցաշարում կոչվում է Ռոնկետի գավաթ, այդ անուններ կրում։ Ունեցել ենք Հրազդան մականախաղի թիմ, որը դարձել է սովետական միության եւ գավաթակիր, եւ բրոնզե մեդալակիր, իսկ նրա ներկայացուցիչներից, եկեք այսպես փաստերով նույնիսկ խոսենք։ Մենք ունեցել ենք սովետական ԱՊՀ երկրների հավաքականի կազմում օլիմպիական խաղերի չեմպիոն Էլեն Բունյաթյանց, հատիս թիմի խաղացողը, որին 15 տարեկանում Աշխաբադից Հայաստան է բերել Լուսահոգի Չոլախյան Մարտինը, նրան ընկեր Ռաֆիկ էին ասում իրականում, բայց Չոլո էին անվանում, այսպես մականունով։ Ունեցել ենք սովետական միության բոլոր ժամանակների, սովետական միության գոյության բոլոր ժամանակների լավագույն խաղարկող Արմենակ Ալաջաջյան, ով հիմա Կանադայում է, վաղուց այնտեղ է մեկնել,
որը Ռոմի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։ Ունեցել ենք Այսինքն ամեն ինչ չի որ այդպես է։ Վոլեյբոլիստուի օլիմպիական փոխ-չեմպիոն Նինա Մուրադյան, ունեցել ենք Եվրոպայի չեմպիոն վոլեյբոլիստ Սերո Փլավչյան, մեկը Լեհաստանում է, մյուսը Ամերիկայում է։ Չէր կարասնել, ունենք օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր մականորդ Սոս Հայրապետյան, որի որդին Լևոն Հայրապետյանը այսօր մեր ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողն է։ Ծնվել է Գերմանիայում, մեծացել է, բայց Հայաստանի հավաքականում։ Բարի, եւ քանի որ խոսեցինք մարզական լրագրությունից, դուք կարծեմ նաեւ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահն եք, ճիշտ է, եւ հուլիսի 1-ն էլ հենց միջազգային օրն է մարզական լրագրողների։ Դե շնորհավորում եմ համ ձեզ, համ մյուս բոլոր մարզական լրագրողներին, նաեւ իհարկե մեր Ռոբերտ Գասպարյանին։ Այսքանը։ Շնորհակալ եմ հետաքրքրությունից։ Ես ինքս նույնպես շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին Հայաստանում։ Շնորհակալություն ձեզ։ Հիշեցնեմ, որ Ղազախստան հաջողության բանաձևը ծրագիրն իրականացրել են Արմեդիա տեղեկատվական լուծական գործակալության մեր գործընկերները, Արմեդիա Հայաստան եւ աշխարհ նախագծի այսօրվա թողարկումն այսքանն էր։ Ցտեսություն։